Իսկ միշտ թվում էր եկեղեցին ստեղծել է Հիսուս Քրիստոսը, երևի լսած կլինեք։ Մենք խոսք գնում վերին պետության մասին։ Արքեպիսկոպոսը Բենթլյաց թեմից։ Դա շատ նման է Game of Thrones-ին։ Քոչարյանը հանդիպեց աջակիցների հետ։ ԿՊ-ն պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ։ Օ, ոնց որ բոչկա է ուզում գլորել Աստծո վրա։ Քորը Բարև ձեզ, եթերում դափնեկիր Arm Comedy-ն է, այո դափնեկիր, որովհետև մենք երեքից YouTube-յան մրցանակաբաշխության այս չտեսնված դափնին ստացանք։ Մենք չտեսնված ենք շնորհիվ ձեր viewer-ի, սիրելի բաժանորդագրվողներ, լայքողներ եւ պատրոններ։ Սա ձեր շնորհիվ է։ Այո, սա այնտեղ միտեղ հետևում սիրուն կտեղավորենք, իսկ եթե մարդ ես ուզում եք շենք ինչ որտեղ տեղավորել, այո, սա ամենասահուն գովազդային անցումն է, ապա GTB Steel։ Իմացեք, որ GTB Steel-ը պատրաստ է հոգալ ձեր եւ ձեր հարազատների բոլոր արմատուրային կարիքները, որովհետեւ նրանք ձուլում են եւ սպասում ձեզ։ Որտեղ գնել ձեր նոր օֆիսային տարածքը մտածում եք դուք։ Լույսեր բիզնես կենտրոնի մեր գործընկերները իրենց բիզնես կենտրոնը կառուցում են ակտիվորեն զարգացող նոր բնակելի գոտում, որտեղ բազմաթիվ բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին այստեղ բնակվելու է շուրջ 15000 մարդ։ Բիզնես կենտրոնի հարկերից մեկը գնելիս ստանում եք ոչ միայն գրասենյակային տարածք, այլ նաև դառնում եք մի հրաշալի համայնքի մաս, որտեղ կա բժշկական կենտրոն, ժամանցի եւ սննդի վայրեր, մարզասրահ եւ փակ ֆուտբոլային դաշտ։ Շտապեք, զանգահարեք, ձեռք բերեք 9 հարկերից մեկը եւ ունեցեք ձեր սեփական հարկ։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք, Լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-տ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազ է։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ մի անգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյան է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Tempo, վտագեք, tempo։ Սանսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Միանգամից ձեզ գցենք իրադարձությունների կիզակետ։ Հա, երկրում շարունակվում են ճգնաժամները, Kinder Joy չկա ոչ մի խանութում, որտեղ էլ ստանում են 5-ից ավել չեմ վաճառում եւ պայքարը եկեղեցուն դեմ է։ Երկու այտենց իրադարձություն։ Գնում կենտրոնանանք երկրորդի վրա, Փաշինյանը ասեց, որ պետք է պատարակից առաջ օրհներ քնչի։ Այն նույն օրներքը, որը իր ասելով շատ դառնա, վատնա, ինքը դրանից միշտ դժգոհ է ու անդադ ուզում են փոխեն։ Հիմա դա առաջարկում է որպես վարչապետ, թե որպես առաքելական հետևորդ։ Որպես վարչապետ է ուղիղ միջամտություն կլներ, նենց որ հաստատ չէ, որպես հետևորդ էլ ագին տարօրինակ, այլ ինչքան ինքնավստահ պիտի լինես, որ մտես 1700 ամյակ առույցս նայես, ասես, այդ իր սաունդթրեքը դուրս չի գալի։ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ Կիրակ նորապատարակներից առաջ 10-ից 55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Ինձ միշտ թվում էր եկեղեցին ստեղծել է Հիսուս Քրիստոսը, երևի լսած կրնեք, Նազարեթ էր մնում։ Բա Բարդուղեմիոսը, ինչու եք զեղչում Բարդուղեմիոսին, բա Թադևոսը, բա Գրիգոր Լուսավորիչը, ինչքան գիտեմ, իրանցից ոչ ոք ապարատչիկ պետական պաշտոնյա չէր։ Նախ Բարդուղեմիոս չարա, Օ, արդեն չեմ Բարդուղիմե Մի խոսքով դու էլ ինչ-որ բան զեղչեցիր իր հալվան մեջ, բայց ակնհայտորեն Նիկոլաս Տեղնիկարյունի տրթատ թագավորին, որը որպես պետական կրոն ընդունեց, այդպիսով եւ ստեղծեց որպես պետական կրոն ավանդույթը։ Ընդունելու պահին իրան ով էր մկրտում։ Չլինի Գրիգոր Լուսավորիչը, որը պետք է լիներ եկեղեցին, որ իրան էլ մկրտեր։ Նու հասկանում եմ, այս մասը շատ խճճվող է, ինչ նկատի ուներ։ Եկեք զեղչենք այս մասը։ Вообще մենք չենք նախանձում են պետական պաշտոնյաներին, ով որ ստիփած պետք է այս ամեն ինչը բարձաբանի։ Չէ, պետությունը որոշել է, Երկու առաքյալների։ պետությունը որոշել է, որ պետական կրոն է։ Այո, բայց ոչ թե եկեղեցին Դե հա, եկեղեցին չի հիմնադրել պետությունը, բարձր։ Բայց լավ, վերադառնանք եկեղեցում փոփոխություններ անելուն։ Էլ ինչ չէին կարողանում 1700 տարի գլուխ բերել մինչև չհայտնեցավ վարչապետը։ Պատարագի տեքստում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին։ Ու հիմա քանի որ վերին պետությունը իր եկեղեցիները կառուցել է ստեղ ներքին պետությունում, պետք է իր օրինակն էլ դնի, հա։ Արա ներքինը մենակ չարբախն է, մենք ուղակի պետություն ենք։ Ոնց էր վերին պտղնին ու ուղակի պտղնին, հա։ Հա, հենց տենց։ Իսկ օրհներքը միակ բանը չի, որ իր սրտով չի։ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը։ Պատարագի տեքստում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներքի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Եվ իդեպ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը իմիջիայլոց ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Կարող է այդ մեր եկեղեցիները օտար պետություններում են ու դա հասկանալի է, այստեղ Հայաստանն է, այլ ինչ դրոշ։ Okay, քանի գմբեթների դիզայնին չենք անցել, մի հատ հասկանանք ինչա կատարում։ Ընդհանրապես այս կերակի պատարագը Գյումրիում էր։ Շիրակի թեմի հոգևորականները ասցին, որ չեն զեղչելու կաթողիկոսի անունը, arczepiskopos-ի անունը, դրա համար հետը բերեցին արագ արձագանքման arczepiskopos։ Arczepiskopos բենթլած թեմից Oh happy day Oh happy day Oh happy day Oh happy day When ու դե իհարկե էլի եղան մարդիկ, որ չթողեցին զեղչվի անունը ու նրանց հեռացրեցին գուշակի ինչի համար։ Պատարագը խանգարելու համար։ Այո, բայց այն նրանք, ովքեր պատարագը խանգարում էին ավելի հաճելի ձևով, նրանց թողեցին։ Շրջիկ խմբի հետ եկած քաղաքացին, ով եւս խանգարում էր պատարագը եւ վանկարկում էր կտրիչը կաթողիկոս չէ, ուժայինները նրա հետ նույն կերպ չվարվեցին։ Նա բնականաբար մնաց եկեղեցում։ Հերակիների սիրահարներ, կտրիչը կաթողիկոս չէ։ Այս ինչ բուլինգա քերակինների նկատմամբ շտապ պետքա մի հատ հկ բացել, որ կպաշտպանի իրանց իրավունքները։ Քերակնոջ ընկեր հկ։
Արդեն լավ չի հնչում, իսկ այդ ընթացքում Ալեն Սիմոնյանը բացատրեց, որ եկեղեցու դեմ ոչ մի սցենար չկա։ Այսինքն սա էքսպրոմտ է։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, չէ, մի րոպե։ Ձեզ ինչ-որ թվում է, այտենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք, հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է։ Ալենի սցենար չլինելու փաստարկը հաջորդ օրը ջարդեց բուն Netflix-ած սցենարիստը։ Պարզվեց կա ճանապարհային քարտեզ, իր ամեն ինչով, կոֆի բրեյքերով։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Ըստ Փաշինյանի կանոնագիրքը պիտի անդրադառնա հոգևորականի բարեվարկության, եկեղեցու ֆինանսական թափանցիկության ու ապաքաղաքական լինելու անհրաժեշտության հարցերին։ Ազատությանը հատուկ պաչիկ այդ բարեվարկության կանոններ ասելուց կադրում կճյանին պահելու համար։ Իսկ այդ դասքում մարդիկ սկսեցին որոշակի նմանություններ նկատել Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցու շուրջ ծավալվող վեճերի, ասենք թե, ընթացքում։ Էլի մտնում ես դավադրապաշտություն։ Չէ, ինքն է գալիս մտնում իր ոտով։ Աղոթքի փոխարեն օրհներ երկել ակտիվիստների պահանջի պատճառով ուկրաինական եկեղեցում քաշքշոց է սկսվել։ Ախր Ուկրաինա սերիալի վերջի 3 սեզոնները բոլորս տեսել ենք, շատ վատ սերիալ է։ Մերն ուրիշ է, մերը ավելի լավն է։ Օգնեք էլի մեկդ։ Դա շատ նման է Game of Thrones-ին։ Շնորհակալություն։ Խորհրդարանական ընդդիմությունը ոնց որ թե չընդունեց այդ առաջարկվող փոփոխությունները ու նույնիսկ մի քիչ թրոլինգի ենթարկեց Մեծարգոևիչին։ Կարող եմ երկու պատարակ հետո ասենք ուզենա օրինակ այլ իստրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի։ Ասենք սուպեր սակոյի երաժշտությունը կարող է, ասենք որ կներեք, ասենք պատարակից առաջ սուպեր սակոյի երաժշտությունը հնչի։ Եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Ազատության մոնտաժնիկ ես քո ֆանատն եմ այդ սուպեր սակոյի վաղ переходը Ալենին։ Հիմա ինչ գնալու են էջմիածին։ Դե այդ դեռ Ալենի կարծիքն է, բայց նույնիսկ չեմ կասկածում, որ կարող է եւ գնան, որովհետեւ դե գիտեք։ Դա շատ նման է Game of Thrones-ին։ Ամփոփելով թեման, Մայրաթոռը այս շաբաթվա եպիսկոպոսաժողովը հետաձգեց։ Գարեգին երկրորդին դիմավորեցին օդանավակայանում, իսկ Կիլիկիո կաթողիկոսը դատապարտեց զարմանալիորեն եկեղեցու գործերին խառնվելը։ Բայց դա անսպասելի էր արդյոք։ Դե շատ էին սիրում իշխանամետ մարդիկ Կիլիկիո կաթողիկոսի մեջ բերել ու հիմա սենց։ Եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հարազատներու ցերպականություններու կենցարին Անտիաս այդ կաչությունը ունեցած է և ունի ոչ կսելու։ Հերու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելուց եւ եկեղեցում զանազան միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական եւ հետեւաբար անընդունելի ու դատապարտելի քայլերից, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը տանել ինքնակործանման։ Շարունակենք հետևել դեպքերին, որովհետև այլ տարբերակ չունենք, իսկ հիմա մի հատ անշարժ թեմայով բարձրաճրենք։ Վստահ ենք լսած կլինեք հայկական քթիծակի մասին։ Այդ քթիծակի մի հրաշալի դրսևորում վերջերս բացահայտեց ԱԱՑ-ն։ Սյունիքում Զորամասի հրամանատարի ու զինծառայողների օժանդակությամբ Իրանից անօրինական եղանակով 74 միլիոն դրամի հարկման ենթակա առանց դրոշմավորման ծխախոտ է Արաքսկետով տեղափոխվել Հայաստան։ Ներմուծման գործընթացը կազմակերպել է Մեղրի բնակիչներից մեկը պայմանավորվածություն ձեռք բերելով Իրանի քաղաքացու հետ։ Ծխախոտի տեղափոխումն իրականացվել է Փչովի նավակով։ Ով էր ասում Հայաստանում չկա նավատորմ, խնդրեմ։ Այս Զորամասի հրամանատարին շտաբ ադմիրալի կոչում տալ։ Ջոգում եք, չէ, որ այս հրամանատարի քթիծակի 5%-ը օգտագործվել պատերազմի ժամանակ։ Լավ, ինչ է, պաստորեն, Պարսկաստանից չերես Արաքս մաքսանենգություն էին անում, հա։ Էսկոբարը հիմա մի անկյունում ներվային ծխում է։ Դրանք փաթեթավորել են սև պոլիէթիլենային տոպրակների մեջ արգղերով եւ ռետինեն ավակով անցկացրել են Արաքսկետով Հայաստանի Հանրապետության պետական սահման, այնտեղից էլ պարաններով բարձրացրել են պատի հատվածից վեր, մոտ 3-4 մետր բարձրության պատից եւ բերել են ավտոմեքենան։ Քանի որ խոսքը 2 միլիոն 619 հազար գլանակ ծխախոտի մասին է, տեղափոխումը նավակով մի քանի անգամ է արվել 2 հոգու կողմից, որոնք դիմակավորված են եղել։ Եթե նավաստին դիմակավորված ա, կարանք չէ նրան անվանենք ծովահեն։
Չովի նավակով ծովահեն մի քիչ խղճուկ է հնչում։ Հա, խղճուկ 74 միլիոնի աբրանք էին բերել։ Բա պրիչոմ тут զորամասը կհարցնեք դուք։ Արդեն պետական սահմանին նրանց են դիմավորել զինծառայողները, որոնք էլ բեռը տեղափոխել են հրամանատարի հատկացրած զորամասին պատկանող Կամազ Մակնիշի մեքենան։ Բեռները մեքենան բեռնելուց եւ տեղափոխելուց հետո, մոտ 6-7 կիլոմետր հատված անցնելուց հետո 22 հեկտար կոչվող տարածքում ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են եւ ձերբակալվել են։ Այսպիսով զորամասի հրամանատարի պաշտոնը 1 տարի զբաղեցրած կոչումով գնդապետ Քոչարյանը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու եւ խոշոր չափի հարկեր չվճարելուն օժանդակելու համար։ Ոնց Քոչարյան, էլի Քոչարյան։ Լրիվ ուրիշ Քոչարյան, զուգադիպաբար Քոչարյան, вообще իրական Քոչարյանի մասին լուրերը երկրորդ մասում են։ Բայց եկեք մի հատ զգանք, էլի պահա։ Ինչ խափանման միջոց է նախատեսվում Հայաստանում, եթե դու մեղադրվում ես 74 միլիոնի մաքսանենգություն անելը ու հələ մի հատ էլ զինվորներիդ ենթակա օգնությամբ։ Հրամանատարը եւ եւս մեկ սպա տնային կալանքի տակ են։ Դե հա, բուն ազատազրկմամբ կալանքը այդ իսկական չարագործների համար է, օրինակ Միքայել Սրբազանի, իսկ եթե 74 միլիոն մաքսանենգություն բան էդ ինձ չարաճճիություն է։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում Քոչարյանը խոսում է մյուս տարվա ընտրությունների մասին, Աղազարյանը խոսում է այս տարվա Աստծո մասին եւ շատ ավելին երկրորդ մասում։ Ձայնային հաղորդագրությունները, voice-երը շատ նուրբ մոմենտ են։ Կան մարդիկ, որ շատ զգայուն են ձայնայինների նկատմամբ, կան մարդիկ, որ բացառապես ձայնային են ուղարկում։ Փորձենք հասկանալ։ Եթե ձեր voice-ը դից մի 3-4 վայրկյան, այսինքն 1-ից 5 բառ, դա կարար տեքստ լիներ։ Եթե ինչ-որ մեկին հասցե եք ուղարկում կամ հեռախոսի համար, դա voice-ով ուղարկելը մեր մասած եզություն է, նենց ուղարկեք, որ մարդը միանգամից կարողանա տեսնի օգտագործի։ Եթե ձեր voice-ը մի 3-4 րոպե է ու դրանից մի 5 հատ ուղարկել եք, ուրեմն ուղակի հալարել եք կրճատել ձեր ասելիքը ու թքած ունեք այդ մարդու ժամանակի վրա։ Եթե այդքանը գրավոր ուղարկեիք, մի հատ եկա ռեֆերատի չափ էր ելնելու, իսկ դուք նայեք իրականության աչքերին երբեք ինքնուրույն ռեֆերատ չեք գրել։ Եթե voice-ի մեջ քֆուր եք տալու, նախորդ զգուշացրեք, որ մարդիկ հանրային տեղ չլսեն։ Вообще չարժի հանրային տեղեր լսել voice-եր։ Մարդ ես։ Երբ է ընդունելի voice-ը, երբ էմոցիոնալ են ներկապնակը, որ ուզում եք փոխանցել, անհնար կլինի ստանալ տեքստով։ Okay է, եթե voice եք ուղարկում շատ մտերիմ ծանոթ մարդու։ Okay չի, եթե երկար voice եք ուղարկում նոր մարդու, ով ընդհանրապես ձեզ չի ճանաչում։ Մեկ էլ եթե լատինատառ եք գրելու կամ ռուսերեն տառերով կամ ֆանտաստիկ անգրագետ եք, ավելի լավ է դուք voice արեք։ 21-րդ դարն է վերջը։ Okay, եկավ են պահը, երբ մենք անջատում ենք մեր մեջի շոու բիզնեսի շնաձկներին եւ ուղակի փորձում ենք տրվել Maura Sushi-ին։ Maura-ն է մեր բնական ռեակցիայով օպա գնաց։ Baby shrimps։ Baby shrimp։ Նույնիսկ ինչ է գրել ոսկի եմ այսօր։ Oh baby։ Baby։ Կծվություն կա։ Այո։ Ու շատ լավ է։ Այդու։ Ես տենում եմ այստեղ ջրիմորներ կան։ Այս սա ինչ է։ Ոնց է ոնց որ շրին։ Եսի ավելի Ջրիմուր, նայեք։ Այն ջրի Սարի կաթմածուն կերած շրիմփ էր։ Կստացի ասեցինք, որ սա պրեմիումն է։ Այդ իսկ թվում արդեն ակնհայտ էր։ Եվ այսպես Քոչարյանը հանդիպեց աջակիցների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին։ Առաջին մասը բավական բովանդակալից խոսեց պետականության, պետություն կառուցելու պետական շինական գործիքների եւ պետամտածելակերպային որոշ նյուանսների մասին։ Ինչպես նաեւ բացատրեց, թե ոնց են խափում միամիտ քաղաքացուն։ Եվ ամբողջ հույսը կրկնեն նրա վրա է, որ միամիտ քաղաքացին իսկապես այսպիսի վերլուծություններ չանելով հերթական անգամ մտածի սենց երկու չարիքից, որի հետևից է ինքը գնում։ Միամիտ քաղաքացին կարա չջոգի, որն է ճիշտ չարիքը, արա հայեր, մյուս անգամ նորմալ չարիք կընտրեք։ Իսկ այդ ընթացքում նա նաև ասեց, որ կան փաստեր նրա մասին, որ Նիկոլը ոնց որ թե դավաճան է։
Փաստերը բա թող բերեն, չնայած իրեն ինչ որ պատճառ կար, որ 21-ին չէր բերում մնացել է միջև հիմա, բա թող բերեն, որ հասկանանք, որ այս ամեն ինչը լուրջ է, ոչ թե հերթական անգամ։ Ну դժվար թե ինչ որ մի, չգիտեմ, Ռուսաստանը մենակ Արշակ Կարապետյանին մեջ բերի, որը ահագին խայտարակ եղավ այս ընթացքում։ Դժվար է նախին ՊՆ նախագահի նկատի ունենա, որը հեսա մի քանի ամիս է խոստանում ինչ որ բան հրապարակել, բայց չի հրապարակում։ Նախին նախագահը այտենց մարդու չի մեջ բերի։ Հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երևի ցանոթ եք այ հայտարարության պաշտպանության նախարար աշխատած ազնվորություն։ Հա, ծանոթ ենք։ Իսկ դուք լավ ծանոթ եք։ Ախր նույնիսկ այն միամիտ քաղաքացին կնկատեր, որ եթե ինչ որ մեկը ասում է ունեմ փաստեր, որոնք կարող են պայթեցնել Նիկոլին, ապա վաղուց դրանք կհրապարակեր ու կպայթեցներ։ Լավ, կային հարցեր, լիք հարցեր, նույնիսկ տարօրինակ հարցեր։ Ինչի Լևոն Տեր-Պետրոսյանին չդատեցիք, երբ որ դուք եկաք իշխանության։ Եկեք այս հարցը թողնենք օդի մեջ։ Թող մնա պատմության մեջ որպես տենց էպիկ չափերի մեծահոգության մաստեր-կլաս։ Լավ, մի հատ էլ եկեք ինքնավստահության մաստեր-կլաս անենք։ Ասացիք, եթե ԿՊ-ն ընտրվի, եթեներ չկա։ ԿՊ-ն պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ։ Այո, դեպի պլան A։ Լուրջ էլի, պլան B չկա։ Այդ պլան B ես չունեմ ու չեմ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ԿՊ-ն վերընտրվելու շանս չունենալու։ Okay, շատ լավ, նախքան ճիշտ աշխատել սկսել է, մի հատ հարց տամ, որը թողնենք օդի մեջ։ Կողքի կամերա։ Ինչ է փոխվել 21 թվականից հետո, որ հիմա ձեզ հույս է տալիս հաղթելու։ Սա հարցնում եմ զուտ, որովհետև 21 թվին իմ կարծիքով շանսերը կրելու ահագին ավելի շատ էին։ Լավ, անցնենք մյուս պոտենցիալ հաղթող ուժին Մասկի մի ամբողջ Աղազարյան տվեց հարցազրույց։ Աղազարյանը անդրադարձավ կալանավորված սրբազաններին, որոնց մասին ժամանակին քննադատական բաներ եմ ասել, ոնց ասած իմ քննադատական հասկերից չեմ հրաժարվում։ Ջոկում եք ինչ դժվար է լինել նախկին ԿՊ-ական։ Մի քանի տարի քրֆում ես սրբազաններին, հետո դուրս ես գալի ԿՊ-ից ու փորձում ես համարթարացնել քրֆածը, համասել, որ դե ես այդքան սխալ չէի, համել ինչ որ ջերմ բաներ ասել նրանց հասցեին։ Ես մտածում եի, նենք հակապետական ագենտներ են, բայց հենց դուրս եկա ԿՊ-ից, բարձվեց ինչ։ Բայց ես տեսա, որ ես գործում եմ լուրջ մտավորականի հետ, լուրջ մարդու հետ, մեծ հայի հետ։ Ոբշե Աղազարյանը անցնում է դժվար ինքնամաքրման փուլ, պետքա բոլորս աջակցենք։ Այսինքն զգում է, որ լիքը հակասական բաներ է ասել։ Նայել եմ հայտարարել, ես նայել եմ ասել։ Ադե մեծ մարդ եմ, ամեն ինչից քիչ ասել եմ։ Ոնց խառը բաներ ասելով էլ հիմա դատվում եմ մանր եղջերավորների, պետական գաղտնիքների, ուրիշի ջեբը նարկոտիկ գցելու գործերով։ No, վերջերը Արշակ Սրբազանն է։ Իսկ Աղազարյանը շարունակում է շտկել իր անցած ճանապարհը, նույնիսկ հավատքի հարցում որոշ զիջումների է գնում։ Ես կարծում եմ իմ փոքրիկ ավանդն եմ ներդրել այդ արյունահեղությունը կանխելու համար։ Հիմա այնպես նպատակ չկա, թող Աստված ինձ ների, ես չեմ հավատում իհարկե։ Ինչ։ Թող Աստված ինձ ների, ես չեմ հավատում իհարկե։ Մի հատ կներեք, պետքա ճշտեմ, Okay, սա կարևոր է։ Ալո, հա, մի հատ արագ հարց։ Եթե ինչ որ մեկը քեզ չի հավատում, բայց խնդրում է իրան ներես, ինչ ես դու։ Հա, Աղազարյանն է։ Okay, դե հենց ճշտես զանգի, լավ։ Okay, մերսի։ Այդ ընթացքում Աղազարյանը շարունակում է շարժվել դեպի Աստված։ Ես հավատացյալ չեմ։ Ախր տարբերություն կա աթեիստ, կա հավատացյալ։ Հավատացյալ ասում Աստված կա, աթեիստը ասում Աստված չկա, սրան նրան բռնա փողոցում, ասում գիտես տղա ջան, աղջիկ ջան, Աստված չկա, այդ աթեիստը։ Դու փողոցում ում բռնում ես, ասում ես Աստված չկա։ Ես շատ եմ ուզում, որ Աստված լինի, ընդհանրապես ցանկացած աթեիստ մեծ հույս ունի միշտ, որ ինչ որ պահի կպարզվի, որ Աստված իրոք կա։ Եթե մի փոքր նշան Աստված, մի Դե տենում ես սյոմքի մեջ եմ, voice ուղարկելի։ Մի նշան տա, մենք սիրով կհավատանք։
Լավ, շարունակենք բացահայտել Աղազարյանի հավատքի 50 երանգները։ Ես հարգում եմ բոլոր մարդկանց կրոնական զգացմունքները, ես ինքս չեմ հավատում, հավատացյալ չեմ, բայց ինձ համարում եմ քրիստոնյա, որովհետև ես դա համարում եմ հայ ժողովրդի լինելիության եւ արմատների եւ ամեն ինչի կարևորագույն ատրիբուտներից մեկը։ Ջոգում ես, որ դու Աղազարյանի վեգան տեսակն ես։ Որտեվ ամենտեղ ասում ես, որ դու վեգան ես, բայց ամեն օր միս ես զղթկվում։ Հա, բայց ես հետը լիքը կանաչի եմ ուտում։ Oh my god, ես Աղազարյանն եմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հավատացյալ է, Գարեգին Վերհապարը հավատացյալ է, Կոջոյանը հավատացյալ է, ելով հավատացյալ է։ Դες տարբեր Բոլորը պատարագիներ են։ խարժամուժներ, պատարագինանում, ասենք, հոգեբանական պատարագանում խախտում է իրանց բանը, ասենք հավատացյալ են։ Բայց ինչ անում են վերևում նստած։ Ոնց որ բոչկա է ուզում գլորել Աստծո վրա։ Так, հիշեք, որ քիչ առաջ ուզում եք, որ Աստված ձեզ ների։ Մի քիչ 3 վայրկյան առաջ ասում եք, որ դուք քրիստոնյա եք։ Բայց ինչ անում են վերևում նստած։ Քոռա։ Oh my god! Մի 3 վայրկյան առաջ չասեց սա։ Բայց ինձ համարում եմ քրիստոնյա, որովհետև ես դա համարում եմ հայ ժողովրդի լինելիության եւ արմատների եւ ամեն ինչի կարևորագույն ատրիբուտներից մեկը։ Վերջում էլ հավելեց, համարում եմ ինձ քրիստոնյա, լսվեց այնտեղ, թե խուլա։ Բայց սրա վրա չկանգնեց աթեիզմի վրա կայֆավատ լինող ատրիբուտային քրիստոնյան։ Ինչ անում են վերևում նստած։ Քոռա։ Չիտենեմ ինչա տեղն նա դու կարգավորի։ Հա, ես փորձության ա ուղարկել։ Ես հասկացա ինչ է կատարում Աստված մեր մոտ գարան կաշիով ուղարկել է Աղազարյանին որպես փորձություն։ Դա որպեսի չնեղացնեք բոլոր հավատացյալներին, մի հատ լավ բան ասեք մեր մասին։ Հա, էլի ի վերջո ատրիբուտաբար քրիստոնյա եք։ Չեմ հավատացել բոլորը ոչխարներ են։ Բանն էլ ես հոտ են, չէ՞, այսպես կոչված։ Թե ոչխարներ են։ Հոտ են, թե ոչխարներ են։ Գառներ են։ Գառներ են, թե ոչխարներ են, թե բան են, բառաններ են։ Մարդը, որը մեղադրվում է մանր եղջերավորների կանտրաբանդայի մեջ, րոպեն մեկ ոչխարների ու բառաների անունի չի տա պալիտ է քլնում։ Ոնց որ հավատացյալների համայնքին վերջնական կորցրեց։ Մի հատ նորից հիշենք, թե ինչու է Փաշինյանը Աղազարյանին ինադու սկսել այս հակաեղեցական արշավը, եկեղեցական արշավը։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավակ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Բոմ, ահա եւ բարձվեց իրական պատճառը։ Կաթողիկոսը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա լեյտենանտներին։ Տարօրինակորեն շատ կոնկրետ գիտի այս մասը։ Թե չէ ընկել է կուսակրոնությունը խախտել երեխա ունի Աստված պահի կաթողիկոսի աղջկան։ Դե, քանի որ սա շատ լուրջ մեղադրանք է, ենթադրում եմ, որ կան փաստեր, ոչ թե սա տրոց է ինչ որ երթական։ Դե հենա եզրասին մեդալ տվեց Պուտինը։ Դա անուղակի փաստ է։ Պուտինը Պոլ Մակարտնիին էլա մեդալ տվել։ Ու Պոլ Մակարտնին back in USSR։ Անուղակի է սա, փաստ ստուդիո։ Վարչապետը նախորդին կառավարությունում նաև պնդեց, որ եկեղեցու դրսից կառավարվելու փաստը այնքան ակնհայտ է, որ անգամ ուսումնասիրության կարիք չկա։ Ամենամեծ խնդիրն է, որ ուսումնասիրելու բան չկա է։ Պետք է ուղղակի ուշադիր նայել եւ տեսնել են ինչ որ կատարվում։ Այսինքն ինչ է ուսումնասիրես։ Ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչով ուսումնասիրես։ Դե, եթե մեր դատաիրավական համակարգը հիմնված է նրա վրա, որ ինչ ապացույց, առանց էտել ամեն ինչ ակնհայտ է, ուրեմն բոլորս քաքի մեջ ենք։ Այդ դասքում մեկ այլ քպական ասեց, որ կաթողիկոսի եղբայրը KGB գործակալ է։ Այսինքն ինչ որ մեկը Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մեկը կասկածում է, որ Եզրաս Ներսիսյանը KGB-ի գործակալ է, մենք հիմա այդ ժանրի մեջ ենք խոսում։ Հա, ես կասկածում եմ։ Շատ իզուր եք, իսկ նորմալ դուք եզակի մարդ եք Հայաստանի Հանրապետությունում ու մեծ դիտող հիմա չգիտեմ ինչքան մարդ կդիտի այս հաղորդումը, բայց ես վստահ եմ մեր դիտողների բացարձակ մեծամասնությունը այն կարծիքին է, որ դուք եզակի անձնավորություն եք հարգելի ռոք։ Շնորհակալություն դրվատանքի համար, ապացուցեք, որ նա գործակալ է։ Իմ կարծիքով դա այնքան ապացուցված է, որ էլ հավելյալ ապացուցումը դա ուղղակի չգիտեմ, մարդկանց բանականության վիրավորմանը նման մի բան կլինի։ Ոչինչ վիրավորեք իմ բանականությունը։ Լամայ меня полностью։ Փաստեր։ Ուղղակի հիմնվեք փաստերի վրա։ Մենք հիմնվում ենք ձեր պնդումների վրա, պարոն։ Հիմնվեք։ Փաստեր չենք տեսնում։ Շատ լավ։ Ես վստահ եմ առաջիկայում էլ ավելի տեսանելի փաստեր կտեսնեք, բայց ես կարծում եմ Եզրաս Ներսիսյանի գործունեությունը վերջին 5 տարիների ընթացքում ինքնին այսպես ռուսերեն ասած իրենց աշխատանքային լեզվով ասած սպլաշնոյ փաստ է։
Դեպագործ բացեք սպլաշնոյ առաջին կարգի սպլաշնոյ փաստ հոդվածով։ Մինչ դատախազությունը շարունակում է ուսումնասիրել սպլաշնոյ փաստերը, Ավինյանը պայքարում է կեղտոտ օդի մասին լուրերի դեմ։ Երևանում օդի որակի չափման սարքերը ցույց են տալիս, որ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մթնոլորտն ավելի շատ է աղտոտված եղել, թեպետ արդեն դեկտեմբերին բացասական ցուցանիշների որոշակի նվազում կա։ Այդ ոնց որ Տիտանիկի խորտակվելու ժամանակ ջուրը արդեն հասնի 3-րդ հարկ նավի ու կապիտան Ավինյանը դուրս գա ասի հեյ, լավ լուր, ջուրը ավելի դանդաղ է սկսել բարձրանալ։ Մի քիչ ավելի մարդկային մեղմ ու անհասկանալի ձևով բացատրեք, որ դանդաղ մեռնում ենք։ Եթե համեմատական անցկացնենք 24 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ, ապա PM2.5-ը կազմել է 101 եւ PM10-ը կազմել է 53։ Այդ ոնց որ Տիտանիկի խորտակման ժամանակ դուրս գա կապիտան Ավինյանը ու ասի հեյ, մի հատ վատ լուր ունեմ, մի հատ էլ լավ լուր, որը կուզեք։ Լավ լուր իհարկե կասեն խորտակվող տիտանիկցիները։ Ավինյանն էլ կասի, եթե սկզբից լավ լուր ասեմ, ամբողջ կատակը կփչանա խորտակվողներ։ Լավ իմ վատ լուրը ասեք կասեն նրանք։ Եվ Ավինյանը դզելով պենսնեն, կասի, օքեյ, վատ լուրը, մենք ամեն դեպքում իհարկե խորտակվում ենք։ Բայց այն ջուրը, որի մեջ խորտակվում ենք, ընդամենը PM1053 է։ Բում! Ու խորտակվողները սիրուն դնում են Ավինյանին շատ լավ, սիրուն գեղեցիկ դռան վրա եւ ուղարկում են օվկիանոս։ Մի րոպե, այդ փայտե դռան վրա Քեյթ Վինսլետը չպետք է փրկվեր։ Դե էլ չի փրկվի, այդ դուռը Ավինյանը զանի տարեց։ Всё։ Քաղաքապետարանը քանից է հայտարարել, որ օդի աղտոտվածությանը մեծապես նպաստում է չոր տերևներն ու աղբո այրելը։ Քաղաքապետարանը նաև քանիցս է հայտարարել, որ հեսային ծիծեռնակաբերդի խճուղու փլված մասը վերականգնելու, բայց հեյ, եկեք այդքան հալած յուղի տեղ չընդունենք այսուհետ որևէ քաղաքապետարանի հայտարարություն, Ինչքան տերև պետք է վառի այս ժողովուրդը, որ են, չգիտեմ, ավտոները շինարարություն են, Երևանի կողքի են սաղավազի հանքերը հեչ։ Բայց իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն օրերս պարզել էր, որ Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցներն իրենք են այրում գոյացած զանգվածը։ Այդ ոնց որ Տիտանիկի խորտակման ժամանակ կապիտան Ավինյանը արդեն մի փոքր գինովցած վեդի ալկոյով դուրս գա ու ասի հեյ, մենք պարզել ենք խորտակման պատճառը, նավ ջուր ալցվում։ Ու այդ ժամանակ այդ նավի վրայից Դանիել Իոաննիսյանը կասի, բայ եթե ջուր ալցվում, ինչի են ձեր նավաստիները ընթացքում բասեյնի մեջ մի հատ ջուր ավելացնում։ Ուստեղ նավաստի նավապետ Ավինյանը մի փոքր թարմացնելով վեդեալկոն կասի, ոզնայից, նավաստիներն են, երևի լավագույն ավանդույթները շարունակում են։ Դե մենք խոսացել ենք օդի որակի մասին եւ ասել ենք, որ տերև չպետք է վառվի, ոչ մի քաղաքապետարանի աշխատակից չի կարող հետո պարզվի ինչ որ միտեղ որ տերև է վառ։ Դե բայց եթե պարզվում է, արդեն 200,000 տուգանել են։ Քակ սրտի մխիթարանք։ Որովհետեւ հետագայում արդեն ես պետք է մտածեմ ինչ անել այդ վարչական շրջանում կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, հարգելի գործընկերներ, բոլորին։ Ուրեմն Տիտանիկը խորտակվում է, գալիս է կապիտան Ավինյանը Դիկապրիոն Վինսլետի հետ արդեն իրանց պես Solar Holding-ի պանելի վրա փրկվում են, որտեղ հույս չունեն, որ Ավինյանից իրանց կհասնի ինչ-որ դուր, ու Ավինյանը ասում է, օքեյ, ուշադիր, եթե սրանից հետո ինչ-որ մեկը մի անգամ էլ խորտակի Տիտանիկը, սաղից շպրտելու եմ նավից բոլորին։ Ես առաջարկում եմ մի հատ խորտակվելը պարզաջրենք ինչ-որ մի հատ լավ գեղեցիկ լուրով։ Սյունիքում կառուցում է Սպանդարյան ջրանցքը, ջրանցքով պարզաջրենք։ Եկավ այն օրը, երբ մենք մեկնարկում ենք առաջի փուլը։ Իսկ առաջին փուլի մեկնարկային կետը Սառնակունք գյուղի բարձրադիր հատվածն է, հենց այստեղից են սկսելու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աշխատանքները։ Ու ինչ են ակնկալում մարդկանցից այս ամենից հետո։ Եթե ամեն ինչ լավ ընթանա 2026-ին ճուրը հոսի այս առաջին հատվածից, երևակայում եմ գյուղացիներու հոգեբանական վիճակը։ Գյուղացիների հոգեբանական վիճակը կլինի շատ ավելի ուրախ ու լավ, քան երբ Տիտանիկի վրա եկավ կապիտան ու ասեց ջուրը հոսում է, որտեղ Տիտանիկի վրա չկային սյունեցի գյուղացիներ։
Ոստեղ ի տարբերություն Տիտանիկի դրամահավաք են անում, որ ջրանց կառուցվի ու նույնիսկ ռոլիկ ունեն դրա մասին։ Աչքերդ փակես գիշերը։ Բացես ցերեկ։ Եթե բաց են աչքերդ, շատ բարեկամներ ունես։ Իսկ եթե շատ բարեկամներ է մարդը մի քիչ փող գծվի, ապա համ Սպանդարյանի ջրանց կկառուցենք մյուս տարի։ Կարող է հետնել Ծիծեռնակաբերդի խճուղային մասը վերականգնենք։ Ու գյուղացիների ուրախությանը ոչ չափ կլինի, ոչ էլ սահման։ Մնացեք մեզ հետ։ Սերգեյ, այսօր դոմուսից ընենց բան եմ ասելու, որ հաստատ բոլորը շատ են սպասել։ Ապա Մինչև դեկտեմբերի 30-ը 100,000-ը գերազանցող գնում ես անում Ինեկոբանկի Pay Later-ով կամ ապառիկով եւ մասնակցում ես խաղարկությանը։ Արդեն հետաքրքիր է, իսկ ինչ է խաղարկվում։ 300, 500, 700, 800 եւ 1 միլիոն դրամի նվեր սերտիֆիկատներ, որոնցով կարող են ճանապարհորդել Bartan Travel-ի հետ։ Արդեն պատկերացնում եմ նկարահանումից հետո ուր եմ գնալու։ Դե, բոլորս դեպի դոմուս։ Սերգեյ մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսիմ ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ դոմուսում ամեն ինչ կա։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Դարան ես պետք է նոր ներկայացնել բարեկի մեջ, երկարի անջանեմ, մետրոբանական քրեստոսյան ասումների 30։ Պահիք Իդեպ վարչեմ այսօրը հանդիպում ենք պատրոնների հետ, շատ համեղ հանդիպում ալինելու, բայց դե ով չի միացել Patreon-ին ինչ իմանա որ դե։ Բայ չի միացողին։ Այո, միացեք Patreon-ին, մենք հավաքվում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում, նույնիսկ համով բաներ ենք ուտում։ Հենց վաղը չեմ այսօրը։ Եվ քննարկում ենք օրհասական գաղտնի օրակարգեր եւ նորություններ։ Իսկ ով չի միացել, ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։